գոմ։ Կան այդպիսի երկրներ ու համոզված են, բան նույնիսկ այդ գլուխները վերցրեց այդ պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտնա, այս Չինգիզ խանի ոտնա, այս էլ բանի պճեղնա, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա։ Բայց արդյունքում ինչ, հետո դալշե, պատոմ։ Հետո այն, որ գործադիրի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության 2024-ի կատարողականներ ներկայացնում օրենսդիր մարմնում։ Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարճ ասած, խորհրդարանում Փաշինյանը քննարկում էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Առաջին հանգամանքը, որն ընդգծեց, այն էր, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Փաշինյանն այսօրվա փոխարժեքով արագ հաշվեց ու ստացավ ավելի քան 3.3 միլիարդ դոլար։ Այսպիսով եզրակացրեց թալարը վերադարձրել են ժողովրդին։ Ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, էսա ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բանա։ Ձայն եմ վերցնում, ասում ես, օր ես ինչ ասելու, ես ասենց բան էլի, ասում է ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, հասեք։ Փաշինյանն էմոցիոնալ պոռթկումներ ունեցավ, ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես, հայտնի ասացվածքն էլ Փաշինյանի ձեռամբ դարձավ, ասա երկրիդ բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու։ Հետո դալշե, պատոմ։ Անցնելով բուն հայտարարություններին, կառավարության ղեկավարը բանակին անդրադարձավ օրենսդիրի ամբիոնից, ասաց, երբ մենք առաջին անգամ անվտանգություն ասելիս հիշատակելիս հասկանում ենք բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երկրորդ անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք էլի բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երրորդ անգամ ասելիս ենք անվտանգություն ասելով հասկանում բանակ, էլի նշանակում է որ մենք անվտանգություն չունենք։ Որովհետև անվտանգությունը ինքը բազմաշերտ է եւ դա էլի մեր, դա էլ է կրթության հարց։ Մեր համընդհանուր կրթության հարցն է, թե մենք անվտանգություն ասածը ինչ ձև ենք պատկերացնում։ Ես այս թեմայի հետ կապված միշտ բանն եմ հիշում, Սասունցի Դավթ էպոսն եմ հիշում, որ Սասունցի Դավթին ասում են բանա, ասում են առյուծ ա եկել նստել է այնտեղ չի թողում մարդիկ անցնեն, մարդկանց ուտի, ասում է առյուծն ինչ է, ասում է իմալ առյուծ, ասում են գազանների ջոջն է առյուծ, մարդկանց կուտի, ասում է հերվանց կուտի, թե մոտենաց նոր կուտի։ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության ամբիոնից հայտարարեց Փաշինյանն ու հավելեց. պատերազմ չի լինելու, խաղաղություն է գալու։ Հետո դալշե, պատոմ։ Իսկ խաղաղությունը փամփուշտի տեսք ունի, ավելի քան 3 շաբաթ է Սյունիքում գիշերները լուսանում են կրակոցների ձայների տակ, դա էլ չպիտի սթափեցնի։ Նույնիսկ մինչև Հայաստանի օկուպացված ավելի քան 240 կիլոմետր ինքնիշխան տարածքների մասով էլի բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծում են, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն եւ նորից ուզում եմ դա ընդգծել։ Իսկ բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք եւ պետք է ունենանք բանակ եւ պետք է ունենանք պաշտպանունակ բանակ։ Սահմանային կրակոցների մասով Փաշինյանը միայն կոչեր հղեց Ադրբեջանին, հորդորեց հետաքննել նշված դեպքերը եւ դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել։ Անահիտ Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։